Ողջույն, այն լրատվական կայքի եթերում լուրերի հերթական թողարկումն է, ձեզ հետ Արամ Մուրադյանն է։ Բողոքի ցույց Լոս Անջելեսի Little Armenia թաղամասում, 3 ապրիլի 24-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Հոլիվուդի Little Armenia թաղամասում, ձեզ ենք ներկայացնում այն լրատվական ընկերության կողմից պատրաստված ռեպորտաժը։ 3 ապրիլի 24-ի առավոտյան Հոլիվուդի Little Armenia թաղամասում տեղի ունեցավ Միացյալ հայ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ցույց եւ երթ, որին մասնակցեցին Ամերիկայի համայնքի հազարավոր ներկայացուցիչներ։ Ցուցարարները պահանջեցին ճանաչել հայոց ցեղասպանությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի իշխանություններից դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը։ Իդեպ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման իր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կրկին չի օգտագործել ցեղասպանություն բառը։ Նա այս անգամ էլ օգտագործել է մեծ եղերն արտահայտությունը, խոսելով 1.5 միլիոն զոհերի մասին, որոնք գազանաբար սպանվել են Օսմանյան Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, հայտնելով իր հիասթափությունը։ Ըստ Օբամայի, հիշելով 98-ամյա ողբերգությունը, մենք միանում ենք միլիոնավոր այն մարդկանց, ովքեր նշում են այս օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում։ Նա ընդգծել է, որ իր տեսակետը այս հարցում չի փոխվել։ Փաստերի ամբողջական, ազնիվ եւ ուղիղ ճանաչումը մեր ընդհանուր հետաքրքրության շրջանակում է։ Առաջ գնալ անհնար է, առանց անցյալի փաստերը հաշվի առնելու։ Օբաման իր ուղերձում գնահատել է հայերի ավանդը Ամերիկայի Միացյալ Նահանգների կյանքում։ Իդեպ, երբ Օբաման դեռ թեկնածու էր, խոսում էր 1915 թվականի տեղի ունեցածը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանություն ճանաչելու իր մտադրության մասին։ Քայլ դեպի ցեղասպանության ճանաչում։ Հարավային Ֆլորիդայում մեծ ցուցատախտակի վրա գրված է. Շնորհակալություն հայոց ցեղասպանությանը պաշտոնապես ճանաչելու համար։ Սա խելացի գաղափար է հասարակության ուշադրությունը գրավելու համար։ Ցեղասպանության ճանաչման կոչ նամակ են հանձնել Բրիտանիայի վարչապետին։ Օրերս Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանիայի համայնքային եւ եկեղեցական խորհրդի հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը։ Քայլարշավը անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը ծաղկեպսակներ դրեցին։ Քայլարշավի ավարտին կազմակերպիչները Բրիտանահայ համայնքի անունից ցեղասպանության ճանաչման կոչ նամակ հանձնեցին Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակ։ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում։ Ապրիլի 22-ին Կահիրեում տեղի Շամպոլիոն Ռոթարի ակումբը հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել։ Որպես միջոցառման գլխավոր բանախոս էր հրավիրվել Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը։ Վերջինս խոսել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետևանքների վերացման անհրաժեշտության մասին։ Ելույթից հետո դեսպան Մելքոնյանը պատասխանել է ակումբի անդամների եւ հյուրերի հարցերին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող փաստագրական ֆիլմ։ Արգենտինայի ֆուտբոլային առաջնության Boca Juniors Belgrado de Cordoba խաղից առաջ Boca Juniors ակումբի պատանիները մարզադաշտում պարզել են պաստառ, որին գրված է եղել. Բոլորս հիշենք հայոց ցեղասպանությունը։ Diaro Armenia պարբերականի հաղորդմամբ ակցիան կազմակերպվել է Արգենտինահայ համայնքի կողմից եւ նվիրված է Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին։ Հայերի արյամբ շաղախված ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում։ Իրանի Մեջլիսի փոխնախագահ Իրանում Հայդատի հանձնախմբի կողմից ապրիլի 21-ին հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Իրանի խորհրդարանի փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հասան Աբութորաբին հայտարարել է, թե հայ ժողովրդի արյամբ շաղախված ձեռքն այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում։ Ձեռքերը, որոնք երեք մինչև արմունկ ներկված էին հայերի արյունով, այսօր ընկղմվել են սիրիացի ժողովրդի արյան մեջ, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Հասան Աբութորաբի Ֆարդը։ Իրանի խորհրդարանի փոխնախագահն օգտագործել է հայոց ցեղասպանություն եզրույթը։ Արդեն հայտնի են բոստոնյան ահաբեկչության դրդապատճառները։
Ցառնաև եղբայրները կազմակերպել են բոստոնյան ահաբեկչությունը ելնելով իրենց կրոնական համոզմունքներից։ Ոստիկանների հետ բախման ժամանակ ծանր վիրավորված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Ջոխար Ցառնաևը հայտնել է, որ իր ավագ եղբայր Թեմերլանն է եղել իրենց առաջնորդը եւ գլխավոր գաղափարակիցը։ Ահաբեկչության մեջ նաեւ պատմել, որ նրանց ծայրահեղ մտածելակերպի վրա ազդել են համացանցից վերցրած տեսանյութերը։ Նա նաև հայտնել է, որ իրենք ոչ մի կապ չունեն իսլամական խմբավորումների հետ։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էին նաև ռուսական հատուկ ծառայության մարմինները։ Եթե Ցառնաևի մեղադրանքները հաստատվեն, ապա վերջինիս սպառնում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ կախաղանի միջոցով։ Հիշեցնենք, որ 12 վայրկյան տարբերությամբ երկու պայթյունները որոտացել էին ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ։ Վերջին տվյալների համաձայն զոհվել է 3 մարդ, վիրավորվել 183-ը։ Իրաքում սունիների եւ ոստիկանության միջև բախումի հետևանքով ամենակիչը 26 մարդ է մահացել։ Բախումը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում Կիրկուկ քաղաքի մոտ։ Բախումը տեղի ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները ժամանել են սունիների ճամբար, որտեղ սունիները հակակառավարական ակցիաներ էին անցկացնում։ Կանադայում ոստիկաններին հաջողվել է կանխել ահաբեկչությունը, որով նախատեսվել էր հարձակում իրականացնել Մոնրեալի ուղևորատար գնացքներից մեկի վրա։ Այս առնչությամբ ձերբակալվել է 2 մարդ, նրանք օտարերկրացիներ են։ Նրանց կասկածում են Ալ-Քաիդայի հետ կապեր ունենալու մեջ։ Տրիպոլիում Ֆրանսիայի դեսպանատան առջև ավտոմեքենա է պայթեցվել։ Այս մասին հայտնել են ֆրանսիական դիվանագիտական առաքելության 2 ներկայացուցիչ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է անվտանգության 2 աշխատակից։ Նախնական տվյալներով պայթուցիկ սարքը տեղադրված է եղել դեսպանատան շենքի մոտ կայանված մեքենայում։ Պայթյունը մեծ վնաս է պատճառել դեսպանատան պատին, ինչպես նաև դեսպանատան բուն շենքին։ Վնասվել է նաև դեսպանատան մոտ կանգնած 2 ավտոմեքենա։ Դեռ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունը շահկապվում է Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալման հետևանքների հետ։ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները շարունակելու են գտնվել արմատական տարբեր խմբավորումների թիրախում, քանի դեռ Լիբիայում վերջնականապես չի կարգավորվել իրավիճակը։ Միասեռականների մասին օրինագծի պատճառով Ֆրանսիայի ազգային ժողովում падգամավորները բռունցքներով հարձակվել են նախարարի վրա։ Փարիզում միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ երթին մասնակցել է 270,000 մարդ։ Նման թվեր են ներկայացնում Կիրակի տեղի ունեցած երթի կազմակերպիչները։ Հաշվի առնենք այն հանգամանքը, որ ի պաշտպանություն օրինագծի անցկացվող երթին մասնակցել է 3500 մարդ։ Կարելի է եզրակացնել, թե որքան մեծ է անհամաձայնությունը ֆրանսիական հասարակությունում այսպես կոչված ամուսնություն բոլորի համար օրինագծի շուրջ։ Հատկանշական է, որ շարքային ֆրանսիացիների կողմից վրդովմունք ու անհամաձայնություն է առաջացնում ոչ թե սեռական փոքրամասնությունների ամուսնության իրավունքը, այլ այն, որ վերջիններիս հնարավորություն է տրվում որդեգրել երեխաների։ Դրան կտրականապես դեմ է ֆրանսիացիների 53%-ը։ Ամուսնություն բոլորի համար օրինագծի քննարկումը սկսվել է 6 ամիս առաջ։ Փետրվարին բարեփոխմանը կանաչ լույս տվեցին ազգային ժողովի падգամավորները։ Ֆրանսիայի սենատորները ընդհանուր առմամբ եւս հավանություն տվին փաստաթղթին։ Սակայն որոշ աննշան փոփոխություններից հետո օրինագիծը վերադարձվեց ստորին պալատ երկրորդ ընթերցման։ Անհանգիստ վիճակը խորհրդարանի պատերից դուրս զգացվել է նաև падգամավորների նիստերի դահլիճում։ Թեժ բանավեճերից հետո ընդդիմության մի խումբ падգամավորներ բռունցքներով հարձակվել են Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստեն Տոբիրայի վրա։ Ծեծից հնարավոր է եղել խուսափել, սակայն դեպքը վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայի կառավարությունում։ Սիրիայում իրավիճակը բարելավում է շնորհիվ սիրիացի ժողովրդի հաստատակամության եւ բանակի շուրջ համախմբվածության։ Լիբանանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը։ Սիրիայի նախագահը հայտարարել է, որ հնարավոր չէ հաշտություն հաստատել զինված խմբավորումների հետ։ Նրա խոսքով Դամասկոսը կշարունակի դիմակայել ահաբեկչությանը։ Ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը դարձել է ահաբեկչական կազմակերպություն։ Զինված ահաբեկչական խմբավորումը Հալեպի մոտակայքում 2 եպիսկոպոս է առևանգել։ Եպիսկոպոսները հումանիտար առաքելություն էին իրականացնում Քաֆր Դայելի շրջանում։ Նրանց տարել են անհայտ ուղղությամբ։ Առևանգողները Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող չեչենական խմբավորման անդամներ են։ Հունաստանն ամեն ինչ անում է Սիրիայում առևանգված եպիսկոպոսներին ազատելու համար։ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հանձնարարել է արտգործնախարար Դմիտրիս Ավրամոպոլոսին, ով գտնվում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ամեն ինչ անել եպիսկոպոսներին ազատելու համար։ Վարչապետը եւ արտգործնախարարն արդեն հեռախոսազրույց են ունեցել Անտիոքի պատրիարքի հետ եւ Հունաստանի կառավարության գործակցությունը հայտնել նրան։
Արտգործնախարարը նաև զրուցել է սիրիական ընդդիմության նոր ղեկավար Ջորջ Սաբրիի հետ, որը վստահեցրել է, թե անմիջապես գործի կդնի բոլոր ուժերը եպիսկոպոսներին գտնելու համար։ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաման է ստորագրել արգելել իսլամին հակասող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակումները։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հրամանը տրվել է այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահին նամակ է ուղարկվել հոգևորականների բարձրագույն խորհրդի կողմից, որտեղ վերջիններս Քարզային տեղեկացրել են, որ որոշ պետական գործիչներ օգտագործում են սպիրտային խմիչքներ ու թմրանյութեր, դրանք բերելով արտասահմանից, իսկ մի շարք խանութներում վաճառվում է խոզի միս։ Նրանք նաև դժգոհություն են հայտնել, որ հեռուստատեսությամբ ցուցադրվում են ֆիլմեր ու հաղորդումներ, որոնք հակասում են ազգային ավանդույթներին ու իսլամի կանոններին։ Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի նվագախումբը չեղյալ է հայտարարել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեի հետ ելույթը։ Նվագախմբի ներկայացուցիչները տեղի գործակալությանը բացատրել են, թե երաժիշտները վախեցել են, որ Դեպարտիեի շուրջ աղմուկը կարող է բացասաբար ազդել նվագախմբի վարկանիշի ու այն միջոցառման վրա, որի շրջանակներում ծրագրված է եղել ելույթը։ Շվեյցարական նվագախումբն ու Դեպարտիեն պատրաստվում էին համատեղ ելույթ ունենալ Լյուցեռնում կայանալիք ռուսական երաժշտության երկօրյա համերգի շրջանակում։ Նրանք պետք է կատարեին Իգոր Ստրավինսկու զինվորի պատմությունը ու շվեյցարացի գրող Շարլ Ռամյուի Լիբերտոն գրված Աֆանսիևի հեքիաթների հիման վրա։ Դեպարտիեի անձը ոչ միանշանակ արձագանք հարուցեց Եվրոպայում, երբ 2013 թվականի հունվարի սկզբին ստացավ ռուսական քաղաքացիություն։ The Sunday Times ամսագիրը կազմել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակչուհիների ցանկը։ Հրատարակության կայքի փոխանցմամբ բոռնոմագնատ Փոլ Ռեյմոնդի 21-ամյա ժառանգորդուհին Ինդիա Ռոզն ավելի հարուստ է, քան Եղիսաբեթ II թագուհին։ Քրոջ հետ միասին աղջիկը $500 միլիոն ունի, ինչը 13 միլիոնով ավելի է բրիտանական թագուհու կարողությունից։ Ինդիա Ռոզի պապը բրիտանական պոռնոգրաֆիկ ամսագրերի շուկայի հիմնադիրն է։ Անցյալ դարի 50-ականների վերջին նա սկսել է հրատարակել Մեծ Բրիտանիայում հայտնի Razel Men Only եւ Mayfair ամսագրերը։ Պատանի ժառանգորդուհին արդեն որոշել է գնալ պապի հետքերով։ Ապրիլի 20-ին եւ 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ազգությամբ հույն հանրահայտ երաժիշտ եւ երգահան Յանիի համերգը։ Ինչպես եւ խոստացել էր Յանին, համերգի ընթացքում մի շարք անակնկալներ մատուցվեցին հանդեսատեսին։ Ջութակահար Սամվել Երվինյանը համերգի ընթացքում կատարեց հայկական պարեղանակ՝ շալախո։ Նա Յանիին սովորեցրել էր շնորհակալություն, ես ուրախ եմ, որ կրկին Երևանում եմ արտահայտությունները։ Ես սիրում եմ Հայաստանը եւ հայերին։ Դուք շատ զգացմունքային եք, ասաց երաժիշտը։ Շարունակվում է Ալյոխինի հուշամրցաշարը, որի առաջին մասը տեղի է ունենում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Այսօր մեկնարկել է երրորդ տուրը։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցում էր հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ։ Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում խաղաղ արդյունքով։ Այս պարտիայից հետո Արոնյանը վաստակեց 1.5 միավոր, իսկ Անանդը 1։ Տուրի մնացած պարտիաները դեռ շարունակվում են։ Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Արոնյանը, Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիելագրավը, Դին Լիրենը, Ֆերեսինեն, Վիտյուգովը։ Այսօրվա համար այսքանը, մնացեք խաղաղությամբ։